Ադրբեջանցի զինծառայողի մայրը օգնություն է խնդրում Փաշինյանից, տեսեք թե ինչ է նա ուզում։ FaceTime երկար 47 կետրուն գրում է. Ադրբեջանցի զինծառայողների ծնողները բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց պահանջելով իրենց անհայտ կորած որդիների դիակները։ Ծնողներից մեկի խոսքով իրենք 5 ամսվա ընթացքում իրենց որդուց տեղեկություն չեն ստացել։ Վերջինս անհայտ կորածների ցուցակում է, բայց նրա զինակիցները հայտնել են, որ նա զոհվել է։ Բողոք ակցիա մասնակիցներից մյուսը նշեց, որ նա այդտեղ է իր փոխգնդապետ որդու համար։ Նրա մասին տեղեկություններ չունեն, մեկ այլ անհայտ կորած զինծառայողի մայր օգնություն է խնդրում Փաշինյանից։ Ինձ պետք է Փաշինյանի օգնությունը, խնդրում եմ, ես փնտրում եմ որդուս։ Պաշտպանության նախարարությունից ոչ ոք դուրս չեկավ մեզ դիմավորելու։ Մեր միակ ելքը թշնամուց օգնություն խնդրելն է։ Ես օգնություն չեմ խնդրում թշնամուց, ես օգնություն եմ խնդրում նախագահից, գերագույն գլխավոր հրամանատարից։ Խնդրում եմ, հնարավորություն տվեք, եթե պետությունը չի կարող լուծել այս խնդիրը, մենք պետք է գնանք եւ մասնակցենք որոնողական աշխատանքներին, ասում է կինը։ ՊՆ շենքի դիմաց հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներն ասում են, որ ՊՆ-ն նրանց չի ընդունում, չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ադրբեջանում խոճապային տրամադրություններ են, Պահեստազորի զինծառայողների զորահավաք իրականացվում։ Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր համակարգող Արշալույս Մղդեսյանը Facebook-յան իր էջում գրել է. Եթե անգամ Ռուսաստանի հետ Միութենական Հանրապետությունը կայանա, ապա դա ուղղակի իրավական առումով ֆիքսելու այն, ինչ հիմա գրեթե ֆակտոր կա։ Ինքնիշխանության մասին բոլոր լուրջ խոսակցություններն իջիկ դարձան, երբ պատերազմի օրերին Զանգելանի ու Սյունիքի սահմանին կանգնեցվում էին ՌԴ դրոշներն իբրև Սյուդենիզիա ցուցակ ադրբեջանական բանակի հարվածն ուղղելով հյուսիս։ Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի Հանրապետության հետ սահմանին։ Սա է իրողությունը, հարգելի ընկերներ, դաժան է, բայց սա է։ Այս պահին երկիրը մեծ հաշվով արտաքին կառավարման տակ է։ Վստահ եմ երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարն ամեն օր գոնե մեկ անգամ խոսում են Մոսկվայի հետ։ Եվ սա տեղի է ունենում այն ուժի կառավարման օրոք, որն իրեն հռչակել էր սուվերենիստ։ Մյուս կողմից ենթադրում եմ Ռուսաստանի համար Հայաստան իր հետ ավելի խորը ինտեգրացիան իմաստ կունենա, եթե այն դառնա տարածաշրջանային թրենդ։ Այսինքն գոնե Ադրբեջանն էլ հայտարարի, որ դիտարկում եմ ԵԱՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը կամ իրական քայլեր սկսի այդ ուղղությամբ։ Ռուսաստանի պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայից ժամանած կամավորները սկսել են մարտական պատրաստություն անցնել Սուդապլատովի գումարտակում, հատուկ ռազմական գործողությանը հետագա մասնակցության համար։ Ավելի վաղ 2020-ի հոկտեմբերին ուկրաինական ալիքները հաղորդագրություն էին տարածել, որ ռուսական հավաքականներում ստեղծվում է հատուկ իսլամական աշխարհազոր Թուրքիայի դրոշի ներքո։ Իսլամական կազմավորումների կորիզներ ներկայացնում ադրբեջանական ծագումով Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես Հյուսիսկովկասի, այնպես էլ Անդրկովկասի։ Հրամանատարության մեջ են մտցվել կադրային թուրք սպաներ։ Ըստ ամենայնի, ՌԻԱ Նովոստի հաղորդագրության մեջ նշված թուրք կամավորները կադրային սպաներ են։ Գործակալությանը տված հարցազրույցում նրանք նշում են, որ ծառայել են թուրքական բանակում։ Ռուսաստանի բնական գազի պաշարներին անվճար տիրանալու եւ վերահսկելու Թուրքիային արված Վլադիմիր Պուտինի սենսացիոն առաջարկների լույսի ներքո Ռուսաստանի Դաշնության տարածքում թուրքական բանակի ձևավորումը վկայում է հարավային եւ հյուսիսային Կովկասից Ռուսաստանի հեռանալու ծրագրի արագացված իրագործումը թուրքական իշխանություններին այդ տարածքների հանձնումով։ Ուկրաինական արշավանքի ցուցանակի ներքո կազմավորվող ՌԴ իսլամական բանակ բունասպարզը Հայաստանն ու Իրանն լինելու։ Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ական խմբակը այս ծրագրի առանցքային տարրերն են։ Մտահղացման շարժիչ ուժը պատմական նորածիններ, այսպես կոչված ադրբեջանցիներն են, իսկ ծախսվող նյութը պատմական եռանդը կորցրած եւ մանկամտության մեջ ընկած հայերը, գրել է Պավել Դալաքյանը։ Ռուսաստանի հեռանալու վկայություններն են Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը լուծարելու, Արցախի եւ Հայաստանի այլ շրջաններ օտարելու Մոսկվայի գործողությունները։ ԿՊԱ-ական իշխանությունը եւ նրա հենակ ընդդիմությունը ռուսական պլանին հավատարմության հիմքով սպասարկում են հայկական հողերը մաս թուրքերին հանձնելու։ Էրդողանին Պուտինի պարտավորությունը։ Ռուսաստանը հեռանում է Կովկասից, այն թուրքերին հանձնելով։ Ռուսաստանը Մոսկվայի շրջանի, Բելարուսի եւ Ուկրաինայի հետ ռուս-թուրքական համադաշնություն հույսերով։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, որի հետևանքով զոհվել են դեսպանատան աշխատակիցները, երկու երկրներին մոտեցրել է պատերազմի։ Նման իրադարձությունը վնաս կհասցներ հյուսիսարավ միջազգային տրանսպորտային միջանցքին եւ կփակեր Կասպից ծովի երթուղիները ադրբեջանական նավահանգստից մինչեւ իրանական Կասպիական նավահանգիստներ, որոնք ապահովում են Եվրոպայից դեպի Պարսից ծոցի եւ հարավային Ասիայի երկրների ապրանքների մուտքը։ Դա կգրջատի Եվրամիության առևտուրը Ասիայի հետ միայն Սուեզի ջրանցքի տարբերակով եւ հավանաբար կսահմանափակի մուտքը դեպի միջին միջանցք Ղազախստանով։ Երկու երկրների միջև լարվածությունը կուտակվել է բազմաթիվ բաղադրիչների հետ միասին։ Դրանցից մեկը կապված է Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող ադրբեջանական փոքրամասնության հետ, որը երկրում ունի մոտ 25-ից 30 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր. «Իրանցի ադրբեջանցիները մեր ազգի մի մասն են»։ Եվս մեկ կարևոր հարց է Ադրբեջանի արտաքին քաղաքական կապերը։ Բաքուն սերտորեն համագործակցում է Իրանի գլխավոր թշնամու Իսրայելի հետ։ 2022 թվականի ընդամենը 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի եւ Իսրայելի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Մասամբ Աբրահամյան համաձայնագրերի արդյունքում Բաքուն նավթ եւ նավթամթերքի մատակարարում Իսրայելին, ինչպես նաեւ գնում է բարձր տեխնոլոգիական
հրթիռահաղորդակցական զենք, երկակի նշանակության էլեկտրոնիկա, հարվածային եւ հետախուզական աթասաններ, նավիգացիոն օպտիկական համակարգեր, բարձր ճշգրտության զինամթերք։ Բոլորովին վերջերս երկու երկրները պաշտոնապես ձևակերպեցին այդ հարաբերությունները, բացելով փոխադարձ առևտրային ներկայացուցչություններ։ Ադրբեջանի կառավարությունը նաեւ հայտարարել է Թել Ավիվում դեսպանատուն բացելու մասին։ Իրանում Իսրայելի գործունեությանը թշնամաբար են վերաբերվում։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին ցամաքով եւ Կասպից ծովով, որը Իրանը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք իսրայելական հատուկ գործողությունների ուժերի կողմից, որպես հենակետ օգտագործելու համար, Իրանին հարվածներ հասցնելու համար։ Տեսականորեն Իսրայելը կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործել անօթաչուների օպերատորներ տեղակայելու, իր կործանիչները լիցքավորելու եւ դիվերսիոն խմբերի համար որպես բազա օգտագործելու համար։ Թուլացած Իրանը թույլ կտար Ադրբեջանին հավակնել Իրանի երկու նահանգներին՝ Արևմտյան եւ Արևելյան Ադրբեջանին, հնարավոր է նաեւ Արդաբիլին, նշում է վերլուծական կայքը։ Բաքվի ոչ պաշտոնական խոսափողը գրում է, որ նախորդին Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը հայցելել է Ադրբեջանի Նախիջևանի շրջանի սահմանակից Հայաստանի Կարսի մարզ։ Պաստորեն Բաքվում Նախիջևանի անեքսիան փոխանակեցին Կարսը Հայաստանին փոխանցելու հետ։ Կուղեն իհարկե այդ վրիպակը, բայց հնարավոր չէ ջնջել իրողությունները, որոնք թուրքերի ենթագիտակցության խորքերում են, լեզվից այրին, նույնիսկ ռուս եղբայրների, հայերի կյանքերի եւ տարածքների հաշվին հետևողականորեն Ադրբեջան եւ Թուրքիա կերտելու, հայ վարչակարգերի, հայկական իրավունքներից հրաժարվելու, 1920-ի ռուս-թուրքական օկուպացիայի, 2020-ի ռուս-թուրքական արշավի արդյունքները ճանաչելու պայմաններում։ Պատահական չէ, որ Նախիջևանի անեքսիան, Նախիջևանի ինքնավարության լուծարման մտադրությունները Բաքվում բացատրում են 2020-ի պատերազմից հետո ստեղծված իրողություններով։ Նախիջևանը 1921 թվականի նախ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով, այնուհետև Հայաստանի եւ Բաքվի մասնակցությամբ Կարսի պայմանագրով սահմանվել է որպես հայկական ինքնավարություն, ժամանակավորապես Բաքվի պրոտեկտորատի տակ, հայկական կողմի որոշակի իրավասություններով, մասնավորապես Նախիջևանի կարգավիճակի երաշխավորի, իբրև պայմանագիրը ստորագրած կողմի։ Բաքվի կողմից Նախիջևանի կարգավիճակի լուծարումն ու անեքսիան անհնար է առանց Մոսկվայի եւ Անկարայի, բայց ամենակարևորը առանց պաշտոնական Երևանի համաձայնության, քանի որ Հայաստանը պահպանում է իրավունքը։ Փաշինյանի կառավարությունը տվել է այդպիսի հրաշքներ, առայն, որ Նախիջևանի եւ Արցախի պատկանելիության իրավական խնդիրները չի բարձրացնի 1921 թվականի Մոսկվա-Կարսի պայմանագրերի խնդիրը, չի հետապնդի 1920 թվականի միջազգայինորեն ճանաչված Հայաստանի սահմանները պաշտպանելու խնդիրը։ Այնինչ համառորեն չի ցանկանում անել ռուս-թուրքական ազդեցության ագենտ Նիկոլ Փաշինյանի իր խղճատակ թիմով հանդերձ արեց Բաքուն։ Ամուր կապեց Նախիջևանի եւ Արցախի խնդիրը Կարսի եւ Արարատի հետ։ Կարելի է Բաքվում Զիգմունդ Ֆրոյդի արձանը կանգնեցնել, քանի որ Արցախի եւ Նախիջևանի խնդիրները փոխկապակցված են 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Արցախի, ինչպես նաեւ պայմանագրերի ժամկետի հարցը գաղտնի արձանագրությունների կարևորագույն մասն են։ Պայմանագրերի հայրից մինչ այժմ գաղտնի պահվող ռուս-թուրքական արձանագրությունների մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ-նախարար Լորդ Քերզոնը 1923 թվականի Լոզանի կոնֆերանսում։ Հակայուղագծի հավատարիմ ագետն է Նիկոլ Փաշինյանը, որը գերազանցել է նույնիսկ Մուստաֆա Քեմալին, երբ հայրին վրացիների ճյուղավորում Կովկասյան ցեղի հռչակում։ Իսրայելը Ռուսաստան-Թուրքիա առամիացնությունը քանդում է Հայաստանը Փաշինյանի միջոցով, որն իր հերթին ուղղակի ժառանգն է հայ կորցան Լևոն Տեր-Պետրոսյանի, Իսրայելի պետության ազդեցության անսեքող ագենտի։